որովհետև ես համոզված եմ, որ միայն այս կերպ, միայն ուժեղ լինելու շնորհիվ է, որ մենք կարող ենք ունենալ խաղաղություն։ Մենք մշակել ենք հստակ տնտեսական աճի ծրագիր, այդ ծրագիրը արտահանելի մոդելի համակարգ է, եւ մենք պետք է ունենանք մեր երկու իհարկե սոցիալական արդարություն, որը երկիրը պետք է հիմնված լինի գիտության բարձր նվաճումների վրա, ու պետք է մեր կրթական համակարգը ոչ թե լինի նորաձև, բայց փուչ, այլ իրական կրթական համակարգ, որը մեր քաղաքացիներին ձևավորում է իրական քաղաքացիներ եւ այնպիսի քաղաքացիներ, որոնք իրենց են կերտում իրենց կյանքը եւ ինքնուրույն են դա անում։ Մենք պետք է լինենք իհարկե նաեւ ամբողջական նաեւ բարեփոխման է ենթակա մյուս համակարգերը, ուղղական համակարգը, կրթական։ Իհարկե նաեւ այս ամենը պետք է արվի Սփյուռքի հետ միասին։ Եվ օրինակ անվտանգության համակարգում մենք առաջնահերթ աշխատելու ենք թե Հայաստանի մասնագետների հետ, թե նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Ու նաև պետք է գնահատենք բնականաբար Սփյուռքի մեր հայրենակիցներին, նրանց վաստակը եւ ներդրումը։ Օրինակ, այդպիսի լուծումներից մեկը անմիջապես լինելու է օդանավակայանը անվանել Շարլ Ազնավուր օդանավակայան, որը կարծում եմ գնահատական է կարևորագույն։ Բացի այն, որ մասնագետների նաև հրավիրելով ենք անելու մյուս լուծումները։ Եվ հիմա գիտեք, ես վերջում նաև ուզում եմ մի կարևոր հարցի անդրադառնալ։ Տեսեք, ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահներին անընդհատ հրավիրում է բանավեճ։ Եվ ինքը այդ իր ատելության, թշնամանքի օրակարգի ձեռնելով վստահ է, որ արդյունքների հասնելու է։ Նախկին ժամանակների սխալները օգտագործելով եւ այլն, իհարկե մոռանում է, որ ամենամեծ նախկինը ինքն է, բայց ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հիմա ասեմ, որ պարոն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի, հետևողական եմ լինելու այս հարցում։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը ուզում է, սիրելի հայրենակիցներ, որպեսզի դուք քվեարկեք նրա օգտին վախերից ելնելով։ Ես ասում եմ, որ խնդրում եմ, որպեսզի դուք քվեարկեք մեզ համար հույսի եւ հավատի համար, հզոր երկիր ունենալու հավատով։ Եվ ես ուղղակի հավատացած եմ, որ մենք հասնելու ենք դրան։